Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Սուրբ ծննդյան առավոտ է, սիրելիներ։ Եվ այսօր կատարվեց Եսայի մարգարեի շուրթերով ասված մարգարեությունը, որ Հիսուսի ծնունդից 100-ավոր տարի առաջ ասվել էր, ահագույսը պիտի հեղիանա, եւ մի որդի պիտի ծնի, եւ նրա անունը Էմանուել պիտի դնեն, որ նշանակում է Աստված մեզ հետ է։ Այսօր երկնքի արարիչը ծնվեց երկրի վրա, ում ձեռքի մեջ ամբողջ տիեզերքն էր, ամբողջ աշխարհը ափի մեջ էր, հանկարծ ինքը փոքրացավ, փոքրիկ երեխայի պես իր մոր Մարիամ Աստվածածնի արգանդի մեջ ձևավորվեց, մեծացավ եւ այսօր ծնվեց մեզ փրկություն բերելու եւ նորից հիշեցնելու մեզ, որ Աստված միշտ մեզ հետ է։ Նա երբեք մարդուն միայնակ չի թողնում։ Այդ մարդն է, որ երեխայի պես երբ որ իր ծնողի ձեռքը թողնում ու վազում է, հետո ոտքը քարին է դիպչում, ընկնում է իրեն ցավ է պատճառում, այնպես էլ մարդը նույն կերպ է Աստծուց հեռանում, մեղք գործելու, մեղքը սիրելու, մեղքի կյանքով ապրելու եւ երբեմն այդ մեղքի մեջ հաճույք ստանալու կամ իր մահը ժառանգություն իբրև ստանալու։ Բայց Տերը գալիս է աշխարհ ասելու, որ մարդ դու ծնված չես մեռնելու համար։ Դու ծնված չես այս աշխարհի մեղքերով ապրելու, չարչարվելու, տառապելու, կորցնելու, հետո մահանալու եւ Աստծորամանի համաձայն հողեր եւ հող դառնալու։ Այլ դու ծնված ես ապրելու համար հավիտենության մեջ։ Հավիտենական կյանքն է քո իրական ժառանգությունը եւ ես դրա համար եմ եկել այս աշխարհի մեջ։ Աստված երկնքից մարդացավ, մտավ մեր մեջ ապրելու, որպեսզի մարդու նորից կարողանա վերադարձնել այնտեղ, որտեղից մի ժամանակ մարդը մեղքի պատճառով վտարվեց։ Աստված եկավ հաղորդակից լինելու մեր կյանքին, որ հանկարծ մենք չասենք, որ քրիստոնեությունը, քրիստոնեական կյանքը դժվար է ապրել, հնարավոր չէ այդ կյանքով ապրել։ Հիսուս մեզ եկավ ցույց տալու, որ հնարավոր է ապրել, եթե մարդը ինքը ցանկություն ունի, եթե ինքը լսում է Աստծո ձայնը, որ ասում է իմ սիրելի որդին է, լսեք նրան, հետևեք նրան։ Եթե մենք կարողանանք լսել Հիսուսին, հետևել Հիսուսին, սիրելիներ, մենք ճշմարտությունը կգտնենք այս կյանքի մեջ եւ չենք կորցնի մեր հավիտենական կյանքը։ Սուրբ ծնունդը եկավ մեզ նորից ասելու, որ թե Աստված մեզ ինչքան է սիրում, ինչքան սեր ունի մեղավոր մարդու հանդեպ, որ երկնքից Աստված ինքն է հանձն առնում երկիր իջնել, որպեսզի մարդուն նորից երկինք վերադարձնի։ Այնքան է Աստված սիրում մարդուն, որ գալիս է մարդու կերպարանքով մեր մեջ ապրելու, բայց առանց մեղքի, առանց չարության, առանց ատելության, այլ սերը բերելու այս աշխարհի մեջ, որպեսզի սերը դեմք ունենա, սերը տեսանելի լինի, սերը շոշափելի լինի եւ մարդը կարողանա այդ սիրով նորից ծնվել։ Հիսուսի ծնունդը ամեն անգամ, ամեն տարի հիշվող հիշատակություն չէ, որ մենք կատարում ենք, սիրելիներ, այլ ամեն անգամ այս ծնունդը նշելով մեր մասին պետք է մտածենք, թե ինչ փոխվեց մեր մեջ անցյալ 1 տարվա մեջ։ Սուրբ ծնունդը եկավ մարդուն փոխելու, մեղավոր, խավարը տեսնող, մեղքը սիրով, մեղքի հետևից վազող մարդկությանը լույս բերեց։ Ցավոք սրտի մարդիկ ավելի շատ նորից շարունակում են խավարը սիրել, նորից են շարունակում լույսը սպանել, ուզում են այդ լույսը անհետացնել։ Գալիս է մեր մեջ բնակվելու, բայց մենք ուզում ենք այլ տեղ բնակվելու, մենք ուզում ենք այլ բան մեր մեջ բնակվելու, բայց ոչ Հիսուս Քրիստոս, որովհետև Հիսուսի ծնունդը ընդունելով, Հիսուսին մեր մեջ բնակեցնելով, որոշակի պարտականություններ մարդ պիտի ստանձնի, որոշակի սկզբունքներ մարդը պիտի պահի, բայց քանի որ մարդը ինքը փոփոխական է, ինքը ամեն օր 2 ոտքերով կաղում է, չգիտի որ կողմը գնա, այդ պատճառով դժվար իր համար ընտրություն կատարել։ Աստված երբեք մարդուն չի ստիպում իրեն հավատալ, սիրելիներ։ Աստված երբեք չի պարտադրում իր ճշմարտությունը մարդուն, այլ Աստված սպասում է, մինչև որ մարդը ինքը լսի իր ձայնը եւ գա դեպի իրեն։ Երբ Աստված Հիսուսի մկրտության ժամանակ
երկնքից ձայնեց, որ սա իմ սիրելի որդին է, լսեք դրան, մեզ չպարտադրեց, չստիպեց, որ գնանք Հիսուսի հետևից, այլ թողեց, որպեսզի մենք կարողանանք մեր սրտի մեջ լսել այդ ձայնը, ոչ թե մեր ականջներով, որ լսում ենք շատ հաճախ ու մոռանում, այլ մեր սրտի մեջ լսելու, որ Հիսուս Աստծո որդին է, աշխարհի փրկիչն է, միածինը եկել է, որպեսզի մարդուն փոխի, նոր մարդ դարձնի եւ մարդուն վերադարձնի իր կորսված երջանկությունը։ Այսօրը նաեւ մարդու երջանկության մասին է։ Երբ Աստված մեզ հետ է, մենք երջանիկ ենք, սիրելիներ։ Եվ Տերը մեր մեջ բնակվում է, մենք հոգևոր մեծ ուրախություն ենք ապրում այս աշխարհի մեջ։ Երբ Տերը մեզ հետ է, մեր ցավի մեջ մենք մխիթարություն ենք գտնում։ Մեր կորստի մեջ մենք հարության հույսով ենք ապրում։ Երբ որ Տերը մեզ հետ է, մեր անգամ հիվանդության մեջ մենք սպասում ենք Տիրոջ հույսով, որովհետև գիտենք, որ ինչ էլ որ լինի, Տերը մեզ միայնակ չի թողնելու։ Ինչ էլ որ պատահի, մենք այս աշխարհի մեջ միայնակ չենք, Տերը մեզ հետ է։ Այսօր այդ ավետիցն է, որ Տերը մեզ հետ է, բայց արդյոք մենք Տիրոջ հետ ենք թե ոչ։ Սա է հարցը մեր կյանքի։ Մենք ում հետ ենք այս աշխարհի մեջ։ Հիսուս ասում է, թե մեկը այս աշխարհի հետ բարեկամություն է անում, ինքը անպայման պետք է Աստծո հետ թշնամություն։ Չի կարող մեկը աշխարհը սիրել եւ հետո Աստծո հետևից գնալ։ Չի կարող մեկ այս աշխարհային կյանքով ուզենալ ապրել եւ ասել, որ Աստված իր կյանքի մեջ ներկա է։ Նշանակում է, որ Տերը ամեն օր է ծնվում մեր կյանքի մեջ մեզ հետ լինելու, բայց արդյոք մենք ուզում ենք, որ Տերը մեզ հետ լինի։ Մենք շատ մարդկանց հետ ենք ամեն օր հարաբերվում, շփվում, գործնական, ընկերային, ընտանեկան, մտերմիկ հարաբերություններ հաստատում, բայց շատ մարդկանց չէ, որ թույլ ենք տալիս մեր տուն մտնելու, սիրելիներ։ Ոմանց հետ շամանափակում ենք հենց գործնական հարաբերություններով աշխատանքի վայրում, բայց շատ քիչ մարդիկ են, որ մեր տուն են մտնում։ Այդպես էլ նույն ձևով մենք շատ հաճախ Տիրոջ հետ ենք հարաբերում։ Մենք գործնականորեն խնդրանք ունենք, որ հիվանդ ենք, երջանկություն ենք փնտրում, առողջություն ենք խնդրում, բայց ասում ենք՝ «Տուր, բայց մեր տուն չմտնես»։ Որտեվ երբ որ մտնի մեր տուն, իր տվածը մենք պիտի պահենք, բայց քանի որ մենք սովոր չենք մեր թանկը պահել, այլ մի սովոր ենք բարձի թողի թողել, հոգատարություն չունենք, այնպես էլ չենք ուզում, որ Տերը գա այդ հոգատարությունը մենք իր հանդեպ ցուցաբերենք։ Երբ որ մեր սիրելի մեր տուն է գալիս, մենք ամենալավը պատրաստում ու սեղանին դնում ենք հյուրասիրելու։ Երբ որ Տերը գալիս է մեզ հետ ապրելու, ամենալավ բանը, որ մարդը կարող է իրեն տալ, դա իր սիրտն է եւ իր սրտի պարոնակությունը։ Իսկ ամենակարևորը իր ապաշխարող արցունքները։ Սա ամենակարևորն է, որ դու կարող ես Տիրոջը տալ։ Այլ բան չի պահանջում քեզանից։ Քո մեղքի գիտակցումն է ուզում, որ տաս իրեն, որպեսզի Տեր պատրի այդ պարտամուրակը դեննետ եւ դու մեղքից կապված չմնաս, մեղքի իշխանության տակ չմնաս։ Եվ եթե Աստված գալիս է քո մեջ բնակվելու, ուրեմն նշանակում է դու ինքդ այդ քայլը պիտի անես։ Տիրոջ ձեռքը միշտ բացված է։ Երբ որ երեխան վազում է իր ծնողի գիրկը, ծնողը գրկում է, ծնողը շատ բառ չի ասում իր զավակին, լուր գրկում է, իր կրծքինը սեղմում եւ զավակը այդ սեղմվածության մեջ ամբողջ ջերմությունն ու տաքությունն է զգում եւ խաղաղությունն է գտնում։ Այնպես էլ Տերը մեզ է բանջում, առանց բառ ասելու, առանց ավելնորդություններ մեզ առաջարկելու, իր տաք սիրտը, իր ջեմ գիրկն է մեզ առաջարկում, որպեսզի մենք այդ դրության մեջ կարողանանք իրեն տեսնել, զգալ, ապրել եւ թույլ տալ, որ Տերը բնակվի մեր մեջ։ Երբ այսօրով ավետարանը լսեցիք, ասում է, Մարիամը նշանված էր Հոսեփ անունով մի մարդու հետ, ով արդար ու աստվածավախ մարդ էր։ Մինչ ամուսնանալը իմացա, որ Աստվածածինը հղի է, եւ ասեց ուզում է, որ լռելյան ուղարկել, որպեսզի չխայտարակի, չքարկոցի, բայց երբ որ հրեշտակն ասաց, որ նա հղացել է Սուրբ Հոգուց եւ նրա որդին, որ պիտի ծնվի աշխարհի փրկիչն է, Հոսեփն ուրախությամբ Աստվածամորը վերցրեց խնամք տանելու։ Ինչ է սա նշանակում, որ հավատաց Աստծո խոսքին, լսեց, որ Մարիամի արգանդի մեջ ձևավորված այդ փոքրիկը աշխարհի փրկիչն է։ Չկասկածեց այլևս, վերցրեց խնամք տանելու եւ կատարվեց Եսայի մարգարեի խոսքը, որ կույսը պիտի հեղիանա եւ որդի ծնի եւ նա մեզ հետ պիտի լինի։ Եվ այսօր այս առավոտ Հիսուս եկավ մեզ հետ նույն բանը ասելու։ Գալիս եմ ձեզ մոտ, սիրելիներ։ Հիսուս գալիս է մեզ ընդառաջ։ Երբ որ Հիսուս ապրում էր երկրի վրա, շատ մարդիկ չհավատացին Հիսուսին։ 12 առաքյալները, 72 աշակերտներ, մի խումբ կանայք ու մի քանի հավատացյալներ։ Հարությունից հետո որ մարդիկ հավատացին Հիսուսին, բայց Հիսուս չի ուզում, որ մենք մահվան ժամին
հավատանք իրեն ու վստահենք։ Հիսուս ուզում է, որ այսօր հավատանք իրեն։ Այսօր է մեր փրկության օրը, վաղը չէ։ Վաղը ուշ է փրկության մասին մտալ, ինչպես որ վաղը պետք չէ որևէ մեկին կորցնելուց հետո ասել, որ սիրում եմ քեզ։ Այլ այսօր պիտի այդ մարդուն խոստովանես։ Հիսուսին այսօր քո սերը պիտի խոստովանես, որ Հիսուս, սիրում եմ քեզ իմ ամբողջ էությամբ, իմ սրտով, իմ հոգով։ Սիրում եմ քեզ։ Եվ այդ միայն շուրթերից դուրս եկող դատարկ բառեր հնչյուն չպիտի լինի։ Սա քո հոգու ճիճը պիտի լինի, որ այնքան է սիրում, որ բարձրաձայն խոստովանում ես այդ սերը, որ Տեր սիրում եմ քեզ, արի մեջ ապրելու։ Ես ուզում եմ, որ գաս իմ մեջ ապրելու։ Տերը պիտի գա, ուզես թե դու չուզես։ Հավատաս թե չհավատաս, Տերը պիտի գա քո կյանքի մեջ։ Իրեն պիտի առաջարկի, որովհետև քեզ այնքան է սիրում, որ ուզում է դու փրկվես։ Բայց այդ փրկության համար նաև քո խոստովանությունն է պետք։ Պարզ մի բառ, որ սիրում եմ քեզ, Տեր։ Արի եւ բնակվիր իմ մեջ։ Եվ այս ծննդյան առավոտը, որ նաև Տիրոջ մկրտության օրն է, որ 30 տարի հետո Հիսուս եկավ Հորդանանում մկրտվեց եւ մենք այս տոն Աստվածահայտնության տոն ենք կոչվում, Աստված հայտնվեց մեզ եւ Հայրը ձայնեց, որ լսեք նրան։ Լսեք ինչը Հիսուսի բերած փրկության ավետարանը։ Մենք այլ ավետարաններ ենք փնտրում մեր կյանքի մեջ։ Մեզ շատ մարդիկ են փրկություն, փափկություն, խաղաղություն, հանգստություն առաջարկում այս աշխարհի մեջ։ Բայց մարդու փրկությունը նախ եւ առաջ իր հոգու մեջ պիտի տեղ ունենա։ Եթե Հիսուս այստեղ չի բնակվում, քո փրկությունը որևէ տեղում դու չես գտնելու։ Եթե Հիսուս քո կյանքի մեջ չէ, դու չես կարող քո ընտանեկան խաղաղություն ու ջերմությունը պահել։ Երբ որ Հիսուս քո կյանքի մեջ չէ, մարդիկ քեզ ամեն օր պիտի խաբեն իրենց ստերով։ Աշխարհը պիտի իր սուտ առաջարկի, իր փրկության ավետարանը, որ թվացial հանգստություն է, բայց վախճաբանը մեծ կորուստ ու վախճան պիտի ունենա։ Բայց Հիսուսի բերած փրկությունը շատ պարզ է։ Հավատալ իրեն։ Հավատալ ոչ թե ասել, որ հավատում ենք, որ Հիսուս կա, այլ Հիսուս ուզում ենք քո հետևից նաև գալ։ Սա երկրորդ խոստովանություն։ Ուզում ենք գալ քեզ մոտ։ Ինչպես որ դու մեկին սեր ես խոստովանում, ամեն ինչ անում ես իրեն, ամեն օր տեսնելու նրա ձայնը լսելու, այնպես էլ հոգևոր կյանքի մեջ է, քո հոգու փրկության գործն է այդպես։ Դու ամեն օր պիտի ուզես նրա ձայնը լսել։ Եթե ձայնը չես լսում, նշանակում է քո սերը դեռևս առողջ չէ, քո սերը փրկության համար չէ, քո սերը խոստովանություն եւ նրա համար ապրել չէ։ Սերը նաեւ զոհաբերություն է։ Երբ որ մեկը մյուսին սեր է խոստովանում եւ ուզում են միասին ապրել, ամեն մեկը իր ազատությունը զոհաբերում է դիմացինի համար, դիմացինին երջանկացնելու։ Հիսուս իր ազատությունը, երկնքի փառքը, իր հարստությունը Հայր Աստծուն, Սուրբ Հոգուն, հրեշտակներին թողեց, իջավ սահմանափակեց իր կյանքը մեր երջանկության համար։ Մեզ ընդամենը մեկ բան է մնում, այդ սերը, որ մեր մեջ դրված է, կենթանացնել, որ հոսող էր, ջրի պես գնող էր, մենք ցամաքեցրել ենք, նորից բացենք այդ ջուրը, որպեսզի Տերը գա ողողի մեր կյանքը, որ պարարտ էր մեր հոգին, ամեն տեսակ սրբությամբ լցված մենք քարացրեցինք, որ Աստծո սերմերը չեն կարողանում մտնել այդ հողի մեջ, այդ հողը պետք է փխրեցնել, այդ հողը պետք է մաքրել, պարզեցնել, որպեսզի Տեր իր սերմերը ցանի եւ դու ջերմանաս։ Եվ Սուրբ Ծննդյան առավոտյան, ինչպես որ տարածվեց լուրը արդեն հրեշտակները, երբ որ ավետեցին, հովիվները գնացին, տեսան Հելան ամբողջ քաղաքը պատմեցին, մարդիկ իմացան աշխարհի փրկչի, ուրախացան, բայց հաղորդակից չեղան, Տերն ուզում է, որ երրորդը մենք նրա այդ հաղորդակից լինենք։ Զգանք իրեն մեր կյանքի մեջ, սիրելիներ, եւ մեր հոգու մեջի աղմուկը դուրս հանենք, որ խռով կա, վախ կա, ատելություն կա, չարություն կա, մերժում կա, ինքնահավանություն կա, այս ամենը պիտի հանես քո մեջից, երբ որ հանեցիր, պիտի կարողանաս խոստովանել եւ այդ խոստովանությամբ ապրել այս աշխարհի մեջ։ Տիրոջ ծնունդը պարզ հիշատակում չէ, սիրելիներ։ Տիրոջ ծնունդը անցյալում կատարված իրական դեպք չէ, այլ ամեն օրվա ներկայություն է մեր կյանքի մեջ, որով մարդը պիտի կարողանա ապրել, սիրել, գնահատել եւ վերադարձնել քո կյանքով։ Եվ ինչպես որ մեր Սուրբ հայրերն են մեզ սովորեցրել, որ Աստված մարդացա մեկ պարզ պատճառով, որ մարդը չասի մեր Աստվածը մեր կյանքին հաղորդակից չի ճանաչում մեզ։ Մենք այնպիսի քահանայապետ ունենք, այնպիսի փրկիչ ունենք, որ մեզ հետ ապրել է մարդկային բոլոր դժվարությունները, փորձությունները, հալածանքը, ցավը, վիշտը, կորուստը, խաչելությունը անցել է մեզ համար, ուրեմն գիտի նաև մենք ինչ զգացումներ ունենք այս աշխարհի մեջ։ Մեր զգացումները ամեն օր խառնվում են, ամեն օր երբ որ արթնանում ենք,
Մենք ասում ենք հո ձախ ոտի վրա չես արթնած, այսինքն թարս բան հո չի եղել քո կյանքի մեջ, կա, որովհետև մեր վախերն են մեզ ստիպում թարս լինել, շրջվել մեջքով Տիրոջը։ Բայց երբ որ դու Տիրոջ աչքերի մեջ ես նայում ու քայլում ես Տիրոջ բացած ճանապարհով, ինչ էր որ քո ճանապարհին հանդիպի, չի խոչընդոտելու քեզ դեպի քո փրկությունը գնալու։ Եվ այդ կաղությունը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, բավական է կաղաս, որոշիր, ուր պիտի գնաս։ Մենք երկու ոտով էլ երբեմն կաղում ենք, բայց Տերն ուզում է, որ այդ մարմնավոր կաղությունը հոգևոր անդամալուծություն չվերածվի։ Այդ հոգևոր կարողությունը մեր մտավոր կարողություն չդառնա, այդ հոգևոր կաղությունը մեզ կործաման պատճառ չդարձնի, այլ հակառակը մարդը անդրադառնա, որ մենք չենք եկել փախնելու, մենք եկել ենք կանգնելու, պաշտպանելու եւ Տիրոջ տվածը նորից իրեն վերադարձնել։ Այն կյանքը, որ ավետվեց մեզ, հաշտություն, խաղաղություն եւ փառք Աստծուն բարձունքների վրա։ Թող Տիրոջ այս լուսավոր առավոտը Սուրբ Ծննդյան ավետիսը սիրելիներ, մեր հոգիների ջերմությունը բերի, մեր հոգիների փակված դռները բացի, մեր ձեռքերը, որ վախվորած են երկինք բարձրացնելու Տիրոջը փառավորելու, անվախորեն բարձրացնենք, որպեսզի Տերը ընդունի այս աղոթները։ Մեր ակաժները, որ սովոր են բամբասանք լսելու, ատելության, չարության խոսք լսելու, ավելի շատ Տիրոջ խոսքը լսելու, Տիրոջ ավետարանին ականջալու լինելու։ Մեր շուրթերը, որ վարժված են անիմաստ զրույցներ վարելու, խոսելու, աղոթքի որդնության համար բացվի։ Եվ մեր վերջապես մեր ոտքերը թող գնան դեպի հավիտենական կյանք, առանց ամանչելու, առանց վախենալու եւ առանց չարի առջև ծնկի լինելու։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Եվ տուրը